Անցյալ շորեքշաբթի սերդեցինք Հիսուսի անսկիզբ լալուն մասին, որ ինչու կարևոր է որ գիտնանք եւ կարողանանք փաստել Հիսուսի անսկիզբ լալը, եւ ադոր շարունակությունը գբերե Հիսուսի գույսե ծնանելուն եւ այդ ալ կարևոր է, որովհետեւ մեր փրկությունը գախյալ է Հիսուսի գույսեն ծնանելն եւ այսօր ատմիտը բի սերդենք տեսնելու համար թե ինչ են պատճառները որ պետք է Հիսուս գույսե ծնաներ եւ ադոր կարևորությունը մեր փրկության հետ ինչը սել է գույսե ծնանի սել է թե գինեմ ծնա բայց հայր չգար եւ այս կնշանակե գույսե ծնանի ինչու համար մարդիկ գմերժեն այս կաղապարը թե Հիսուս գույսե ծնավ եւ ինչ պատճառներ գտնեն որպեսի փաստեն թե այդպես չէ Սուրբ Գիրքը բավական փաստեր կուտա մեզի որ այդպես է բայց մարդիկ հագարակը գսեն առաջին պատճառը որ այդպես գսեն շատ բարձ է որ չեն փրկված եթե մեկը չէ փրկված չի գնար հասկանալ Աստուծո քաղաքները եւ չի գնար հավատալ Սուրբ Գիրքը գսե անոնց աչքերը գույր են ճշմարտության եւ գույր մարդը չի գնար ճշմարտությունը տեսնել եւ ոյ մեկ բան որ բնական են դուրս է իրենց համար սուտ եւ սխալ կնկատեն բայց մենք գիտենք որ մեր Աստվածը բնական բաներով չաշխատի, մեր Աստվածը քերտնական բաներով աշխատի եւ ադոր համար Աստված կարող է ամեն բան անել։ Երկրորդ պատճառը որ մարդիկ չեն ընդունի Հիսուսի գույսե ծնանելը, պատճառը այն է որ ուզեն քրիստոնեությունը ոչինչ անել։ Եվ գիտեմ որ քրիստոնեության հիմքը գախյալ է Քրիստոսի աստվածութենեն եւ եթե գրնան փաստել որ Քրիստոս աստված չէ մարդ է ծնավ մարդ է գրնան ադիգա բոլոր գճոզակացնե քրիստոնեության հավատքը եւ ադոր համար ուզեն քրիստոնեությունը զերո հանել եւ գսեն թե Հիսուս գույսե չէ ծնած ինչպես մենք գրնանք հավատալ թե Հիսուս գույսե ծնավ ինչ բան մեզի գոքն է որ գրնանք հավատալ ասին Աստված քերտնական է մենք կհավատանք քերտնական զորության եւ այդ զորության հավատալով մենք գրնանք թյուրությամբ հավատալ թե Հիսուս գույսե ծնավ եթե գրնանք հավատալ որ Աստված գրնա երկինք ու երկիրը ստեղծել ինչ բան պիտի գեցնի Աստուծո որ գույսե Հիսուս ծներ կտեսնեք հավատքը ուր կգայենա եւ ամբոր գսե թե ես չեմ հավատալ Հիսուսի գույսե ծնանելուն մեկ խոսքով գսե թե ես Աստուծո չեմ հավատալ որովհետեւ Աստուծո զորության չհավատալ ինքը ինչ կսե արդյոք Սուրբ Գիրքը Հիսուսի գույսե ծնելուն մասին առաջ պիտի երթանք եւ տեսնենք թե ինչ պատահեցավ որ Հիսուս պետք եղավ որ գույսե ծնի եւ ոչ անանք երկինքենիչն է կամ մարդ արարած լա եւ քանի որ գտեսնենք որ Հիսուս 5 դագարանի մեջ նույնիսկ շատ անգամ Աստուծո ռեշտակը որ գսե Հիսուս ինքն էր Աբրահամի եւ Հակարի անաբադի մեջը Հիսուս էր որ տեսնվեցավ եւ գիչներ աշխարհի վրա գիչներ բայց մարմին արած իջնելը դարբեր բան էր որ ադիգա ըրա որբեսի մեր փրկությունը կատարելակորձե առաջին մարգարեությունը որ Հիսուսի մասին կատարվեցավ առաջին քրկի մեջ արդեն սկսավ եւ գտեսնենք Գարտանք Ծննդոց 3:14-15 Եվ Տեր Աստված օծին ասա Զայսներու համար ամեն անասուններեն եւ քաշտի ամեն կազաններեն անիծյալ լաս, հորիդ վրա քալես, գանքիդ բոլոր օրերը օգուտես
Եվ քուկին ու կնոջ մեջտեղ, երկու սերունդի ու անոր սերունդին մեջտեղ թշնամություն պիտի ծնեմ, անքու քլուղոտ պիտի չաղճաղեն, եւ տուն անոր քաշաբարը պիտի պայթես։ Այո։ Աստված որում խոսի գորոստեղը։ Օծին, ով է օծը։ Սատանան, այո։ Եվ գինը ով է։ No, որուն համար գսե ոստեղը։ Եվ այն համար։ Եվ այն համար։ Եվ ինչ կսեր պիտի լացեր միջևը։ Թշնամություն, այսինքն ադելություն պիտի լացեր միջև։ Եվ գսե 15-րդ համարին վերջարության գսե թե ոչ թե միան իրենց միջև գսե հաբա իրենց սերունդին միջևալ թշնամություն պիտի ըլլա եւ սերունդը սելով գասկնանք իրենց մե վերջ եկող մարտիգը որ իրենց մե ծնունդ պիտի առնեն եւ գսե աստեղը սատանայի եւ Եվայի սերունդի միջև այս ադելությունը պիտի ըլլա եւ վերջը հոստերը մարգարեությունը որ գդվի գսեթե գինեն ելած անցմը ինչ պիտի նե սատանային Քլուխը պիտի չաղճաղե 15-րդ համար անգամ ես կարտակաճուս Եվ քուկին ու կնոջ մեջտեղ եւ սերունդի անոր սերունդի մեջտեղ թշնամություն պիտի ծնեմ անքու քլուխը պիտի չաղճաղե եւ տուն անոր քաշաբարը պիտի պայթես Այո Հիմա աստեղը որ թերանունը գործածի անոր մենք հայերենով թյուրություն ունենք որ անը թե Արույն թե եկին գործածենք, բայց նույն ադեմ ադի դժվարություն կա երբ որ խոսին կփորձենք հասկանալ որում մասին գսե գինե թե արմարտ է, ոստեղ որ անոր գսե գնգան համար գսե her անգլերենով her descendant, այսինքն գնգան սերունդեն եկողը գսե քլուխը պիտի չաղճախե, սատանային քլուխը պիտի չաղճախե, ուրեմն Հետաքրքրական այս մեկը ուշադրություն պետք է ունենք գնգան սերունդեն հետո պիտի բացատրեմ այս մեկը գնգան սերունդեն անոր սերունդե եկողը սատանային քլուխը պիտի չաղճախե ուրեմն ուրիշ համարներ կան սուպիրքի մեջը որ երբ որ սերունդներու մասին գխոսի անոր որ անփար որ գործածե թերանունը արույն թերանունն է որ գործածի եւ ադոնք հոս ծննդոց կարտանք մի քանի հատ ծննդոց 46-ը Արին իրենց ստացված որոնք Կանանի երկրի մեջ ստացել էին Եգիպտոս եկան Հակոբ ու իր բոլոր սերունդը իրեն հետ Այո հոն Հակոբ եւ իր ան Իկագանը չէ, արու անն է, անգլերենը, his descendants, կսե անգլերենով։ Այո, հաջորդ համարը, Սամոս 18-50 Իր թագավորի փրկությունները մեծնողը ու իր օծյալի Դավիթի անոր սերունդին Դավիթյան ողորմություն ընողը ան է Okay Ոս Դավիթի անոր գսենորեն այս դերն նույն բառն է անոր սերունդը արու անորն է որ գործածվի եւ վերջինը Եսայա 53:10 Եվ վայեցա որ անջուկնի եւ դառնալի անբիլի եւ անցը մեզրամա ողջագեզեց Անիգա սրուկ պիտի տեսնի իր սերը պիտի երգնզում է ու դերոչը գամքը անոր սերքով պիտի հաջողի Այ Հոստերնալ նորեն անոր որ ան գործածե բարերը դարձյալ
արու հասագարքը կներկայացնե։ Եվ այս համարներեն գասկնանք, որ ես Եվայի սերունթեն անց որ պիտի ելե դարբեր մեկը պիտի լա եւ գսե որ գնգան սերունթեն պիտի լա եւ ոչ մարդու սերունթեն եւ այս անցը սադանային գլուխը պիտի չախչախե եւ այս գնգան սերունթեն եղողն է որ սադանային գլուխը պիտի չախչախ եւ նայենք թե ինչ է սադանային գլուխը չախչախել որ գսե Հիսուս երբ որ մեռավ խաչին վրա եւ երրորդ օրը հարություն արավ այն պատճառով գրծավ սադանային գլուխը չախչախել որովհետեւ մինչեւ այն ադեն մեղքը հաղթող էր ով որ գմերներ վերջացած էր Հիսուս երբ որ մեռավ մարդոց մեղքերուն համար եւ հարություն արավ մեղքը թադաբարդեց եւ սադանան ալ թադաբարդվեցավ եւ այդ ծևով սադանային գլուխը ջզմվեցավ եւ Հիսուսը որ մեզի իր մեռնելով եւ հարություն առնելով է որ հաղթություն կուտա սադանային վրա եւ սերունդներ որ պիտի կան քիչ առաջացավ մենք գրնանք Հիսուսի միջոցով Հիսուսի պատճառով հաղթել սադանային եթե ոչ անգարելի պիտի լար որ ոյ մեկը սադանային վրա հաղթեր ուրեմն Հիսուս գինեն ելած սերունդն է որ իրեն համար առաջին քիրքի մեջը ծնուտոցի մեջը մարգարեացավ որ պիտի սադանային գլուխը չախչախեր եւ անալ պիտի լա գույսեմը որովհետեւ գին գնոջ սերունդեն գսե եւ մարդու սերունդեն չսեր պամը Եսայա 7:14 Անոր համար դերը ինքնիշան պիտի դարքեզի աղուշը պիտի դողանա ու գործում պիտի ծնանի եւ անոր անունը Էմանուել պիտի գոչվի Այո հստակորեն ոստերը սուրբիրքը գշարնագե մարգարեությունները թե Հիսուսի կալուստը աշխար գույսեմը պիտի լա եւ ոչ բնական ծևով Մատթեոս 1:23-ին 25 Անա գույսը պիտի դառնա որդի պիտի ծնանի անոր անունը Էմանուել պիտի գոչվի որտեղ թարգմանվի Աստված մեզի հետ ովքեր ունեն արտոնալով ինչպես Տերոջը նշտակը իրեն հրամայեց այն լեսրավ ու իր գիրը կողմնարավ եւ չկիցավ զանգա մինչեւ իր անկանի որդին ծնավ անոր անունը Հիսուս Այո եւ Ղուկաս 1:37-ը Ասնզի ապտուր կողմնավ աննագիր կամը չի գա Այո ուրեմն կտեսնենք որ Հիսուսի գույսե ծնանիլը մարգարեացված էր եւ ճիշտ այդպես ալ բադահեցավ եւ երբ որ Հովսեփը շվարեցավ թե ինչպես այդ մեկը դիլա ինչը սվեցավ իրեն Աստծո կողմ անգարելի բան չի գա Աստված կարող է ամեն բան անելու եւ հիմա գուքանք այն հարցումին որ ինչ տարբերություն կնե եթե Հիսուս պիտի մեր փրկիչը լար գույսեմը ծնանցավ կամ մեզի բես բնական ծնունդ ունեցավ ինչ տարբերություն լա եթե փրկիչ լար գլար եւ բադաստանը ինչ տարբերություն ունենա մեծ տարբերություն ունենա եւ առաջին բանը որ եթե Հիսուս գույսեմը չծնաներ բոլոր սուրբ գիրքը 0 պիտի ելներ որովհետեւ առաջին գլուխեն կգարտանք որ Հիսուս ինչ պիտի լար գույսեմը պիտի ծնաներ եւ ասիգա եթե սխալ ելներ ասել է թե ամեն սուրբ գիրքը անիմաստ էր Իշեք ցեզի ինչսի ասկի մի քանի շաբաթներ առաջ մեկ ճշմարտություն եթե սուրբ գիրքեն դուրս անես եւ ասես որ ասիգա չեմ ավադարգա մասի սխալ է բոլոր սուրբ գիրքը գրնաս 0-ի հանել, որովհետև ամենը իրարու կապված են ճշմարտությունները։ Եվ առաջին տարբերությունը, որ Հիսուս իբր փրկիչ գույսե պետք է ծնաներ, եթե Հիսուս գույսե չի ծնաներ, սուրբ գիրքին credibility-ն, այսինքն լիազորությունը անզոր բիդելար։
եւ բոլոր բաները, որ սուպիկի մեջ կսեր, իմաստ պիտի չունենային։ Ռոմայացիս 5:12 Ասնզի ինչպես մարդերը մեղք աշխարհ մտավ եւ այն մեղքեն մահը եւ այնպես ամեն մարդոց սուրադարազվեցավ մահը կանզի ամեն մեղաչեցին ասնզի մինչև օրենքին ադենը աշխարհի մեջ մեղք կար բայց մեղք չսերվի ու օրենք չկա սակայն մահը ատամեն մինչև Մովսես թագավորեց նաեւ ատամի հանցանքին նման չմեղանչողներուն վրա որ օրինակ էր ամոր որ ետքը դիդիկար Այո Ոստերը կարևոր բանը մեզի գբացադրեց է Հիսուսի անմեղ ըլլալը գախյալ էր Մարիամին ծնանել են գույսեն ծնանել են Եթե Հիսուս գույսեն չծնաներ անմեղ պիտի չգնար ըլլալ Որովհետև ինչ կսե, աթամով կսե, ամենքս ինչ ժառանգեցինք, մեղքը ժառանգեցինք։ Եվ ասիգա ոչ թե միան աթամին բադայեցավ, այլ աթամի վերջ ով որ ծնավ, մեղքով ծնավ։ Եվ եթե Հիսուս աթամի սերունտեն ծնած ըլլար, աթամի սերունտեն, բարերս շատությունն է, աթամի սերունտեն ծնած ըլլար, ինքնալ մեղքով բիդի ծնաներ։ Ուրեմն ամեն անց որ աթամե ծնած է մեղավոր է, բայց Հիսուս չեր գնալ մեղավոր ըլլալ, եթե մեր մեղքերուն համար բիդի մերներ, այնպես չէ։ Ծնուտոց 3:19-ի մեջը կտեսնենք ժառանգորդներուն փարը, որ սերունդ կսե, եւ Հիսուս այն սերունդեն որ եկավ գնոջ սերունդեն գշեշտե այդ մեկը Մատթեոս ով Մատթեոս ուներ այո շատ լավ եթե կարելի աջիս ալին գնաս կարտալ Երանյուն ծնավ Եղիազարը, Եղիազար ծնավ Մատտանը, Մատտան ծնավ Հակոբը, Հակոբ ծնավ Հովսեփը, Մարիամի հայրը, Վարմեն ծնավ Հիսուս, որ կոչվեցավ Քրիստոս։ Շատ լավ։ Հոնդերը բռնեմ ալին նորեն պիտի կարդաս։ Նայեցեք ինչ կբադայոս։ Կսե ասի ծնավ ասի, ասի ծնավ ասի։ Հակոբ ծնավ գսե Հովսեփ, հետո ինչ կբադայի։ Ամեն մեկը միշին ծնավ գսե, բայց երբ որ Հիսուսի գասնի գսե Հակոբ ծնավ Հովսեփը Մարիամի այրը գսե եւ 16-րդ համարի մեջը այո որ մեծ ծնավ Հիսուս գսե որ մեն օբորուն համար գսե Մարիամի համար գսե նայեցեք գարկը գփոխվի ատամե մինչև գուկա Հովսեփ մեկը միշին գծնանի բայց ոստերը քիծ գդրվի գսե որ Մարիամի գիններ որ մեծ ծնավ Հիսուս հիմա հոսը ստակլա որ Հոսեփ երբեք բաժին չուներ Հիսուսի ծնունդի մեջը եւ ասիգա կարեւոր է 18-րդ համարն ալ գարտանք 18-րդ համարը գսե Հիսուսի Քրիստոսի ծնունդը ասկերոտ անոր մայրը Մարիամ Հովսեփ շամբաց թեր իրար քորչեգա սուրբոքյան լացած գտնվեցավ այո ուրեմն հոս ավելի ստակլա 18-րդ համարի մեջը որ Մարիամ գսե թեր Չամ ուսնացած արդեն հղի գտնվեցավ գսե։ Ասել է թե նորեն Հոսեփիկով թեր չեր նույնիսկ։ Ուրեմն ուրիշ փամը բադայցավ, դարբեր փամը բադայցավ։ Եվ ասիգա մեզի գծուցնե թե Հիսուս աթամի սերունդեն չէր։ Եվ քանի որ աթամի սերունդեն չէր, ինչպես քիչ առաջ վերը գարտացինք Ռոմայացիս 5:12-ը, ասել է թե մեղքը իր վրա իշխանություն ուներ ոչ այդ բաները որ գարտացինք Ռոմայացիս 5:12-ի մեջ Հիսուսի համար նույնը չէր Հիսուսի վրա աստեցություն չուներ եւ ոյ մեկ դեմը չենք գարտար սուպիկի մեջ որ Հոսեփը ոյ մեկ բաժին ուներ Հիսուսի ծննդյան մեջը ինքը Հիսուս ծնավ գնգան սերունդեն Եվ ով էր Հիսուսի հայրը, հայր Աստված էր։
եւ մարդ արարածը մեջը բաժիմը չունե։ Եվ ադորամար Հիսուս չժարանքեց մեղքի վիճակը, մեղքի ծնունդը, որ ամեն մարդ որ գծնի այս աշխարհի վրա գժարանքե իր ծնողքեն։ Եվ քանի որ Հիսուս մարդու սերունդեն չծնավ, ատամի մեղնալ իր վրա իշխանություն չունեցավ։ Եվ ադորամար Հիսուս միակ արարածն է, մարդ արարածը, որ ծնավ, առանց մեղքի եղավ։ Հիմա գարտանք 2 Կորինթացիս 5:21-ը։ Վասնզի Աստված զանիկավոր մեղք չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, որովհետեւ մենք անոր միջոցով Աստուծո արդարներն ալանք։ Այո։ Հիսուս մեղք գիտեր, մեղք տեսած էր, ոչ։ Մեղք չէր գիտեր գսե, եւ մեզի համար մեղավոր սեպեց գսե, որովհետեւ մենք իր միջոցով արդարանանք։ Առաջին Պետրոս 3:18-ը Ոստի Քրիստոս ալ մեղքի համար մեկ անգամ շարժվեցավ։ Արդարը արդարներն համար, որովհետեւ մեր Աստուծո մոդեցել է։ Անթե թեւե մերա մարմնո այս կենտան երոքի։ Այո, ոսկսե դարձյալ, որ Հիսուս մեղք չէր գիտեր եւ արդար էր լսել, բայց մեզի համար, մեր մեղքերուն համար չարչարվեցավ եւ մենք որ անարդար էինք, Հիսուսի պատճառով Աստծո առջև ինչ եղանք, արդարացանք։ Եթե Հիսուս մարդել ծնաներ, պիտի չգրնար մեր մեղքերուն համար մերնել, որովհետև ինքը մեղավոր պիտի լար եւ իր մեղքերուն համար պիտի մերներ։ Ուրեմն, քանի որ հոգիեն ծնավ, ադորամար առանց մեղքի ծնավ եւ առանց մեղքի մնաց, այդ պատճառով գրծավ մեր դեղը մեր մեղքերուն համար մերնել։ Եթե ոչ, մենք այսօր պիտի չգրնայինք բրգվել։ Ամեղ քարնուկը 5 դագարանի մեջ է, պետք է ժողովրդին մեղքին համար մերծվել, անարած բադարակլար։ Ուրեմն Հիսուս այդ բադարակ եղավ, անարած ոչխարը, քարնուկը մեր մեղքերուն համար մերավ։ Եվ քանի որ մեղք չուներ, ադորամար գրծավ այդ բաշտոնը դանել, եթե ոչ, մենք փրկություն պիտի չունենայինք։ Եվ Հիսուսի գույսե ծնանիլն է, որ մեզի փրկության պատճառ եղավ։ Եթե ոչ, մենք բոլորս այսօր պիտի գործվեինք։ Գուսամ գրծի հասկացնել այս գեդը բավական կարևոր է, որ Հիսուս ինչու համար պետք է գույսե ծներ, ուրեմն ամփոփեմ մեկ բանի մեջ, Հիսուս պետք է գույսե ծներ, որովհետև պետք է որ ամմեղը լար, մեղք չունենար։ Եթե պիտի մերներ մեր մեղքերուն համար, ինքը մեղք պետք չէ ունենար, եթե ոչ իր մեղքերուն պատճառով մերած պիտի լար, ինքը իր բադիժը գրած պիտի լար։ Գրծի հասկացնել, մեղքին վարձկը մահ է, այնպես չէ։ Ուրեմն եթե Հիսուս մեղքով ծնած լար, իր մեղքերուն համար պիտի մերներ, բայց քանի որ մեղք չուներ, ադորամար գրծավ մեր դեղը մերնի։